Արման Թաթոյանը ահազանգ էր հնչեցրել, որ OSI մեդիայի հետաքննությանն էր հղում արել, ըստ որի Արևմտյան Ադրբեջան կազմակերպությունը ուղիղ վերահսկողության տակ է նախագահի աշխատակազմից, վերահսկվում է աշխատակազմից, անգամ պրես ռիլիզները այնտեղ են գրում, իսկ ըստ այդ հայեցակարգի արդեն մշակված ադրբեջանցիներ են գալու Հայաստան, այնտեղ անդամատոմսեր են բաժանել, ասենք անձնագրեր, որտեղ բնորանը նշված է Ճամբարակ, Այրում, Ալավերդիում, այսինքն մարդիկ, որոնք համարում են իրենց բնորանն է այդ տեղերը։ Ու դրան հետևելու է այն, որ եթե 2026 թվականին, ասենք ՔՊ-ն իշխանության եկավ, ադրբեջանցիները գալու են Հայաստան, պահանջեն արժանապատիվ կյանք, դրան հետևելու է նաև զինված ուժերի տեղակայում, առաքելություններ զինված ուժերի, որի հետ կապված իրենք կարող են պահանջներ դնել արդեն խելքից դուրս, եռաբլուրը փակել եւ այլն։ Այս վտանգների հետ կապված ինչ տեղեկություններ դուք ունեք ու արևմտյան Ադրբեջան կազմակերպության հետ կապված մտահոգություններ չունեք։ Ձեր բոլոր այդ բարձրացված հարցերի աղբյուրը ինձ համար ճիշտն ասած արժանահավատ չէ, որովհետև այդ բոլորը այնպիսի վախեր են, որոնց հետ կապված ի պաշտոնը ես նախ որևէ անելիք չունեմ, որ մտահոգվեմ եւ ավելի լուրջ վերաբերվեմ, իսկ որպես քաղաքացի, որպես մարդ, կներեք վերջին առնվազն 10 տարում, եթե ոչ ավելի կարճ ժամանակահատվածում, այնքան սարսափելի սցենարներ ենք լսել, որոնք չեն իրականացել, որ ամեն անգամ նորից նստել եւ ողբալ ի սկզբանե մի իրադարձություն, որը ընդհանրապես խոսույթի կամ ընդհանրապես քաղաքական շարժումների մակարդակում է, ես նորից կրկնեմ, ես քաղաքականությամբ չեմ զբաղվում։ Հակառակ դեպքում այս քաղաքական շարժումների կողքը մի քանի այնպիսի համեղ քաղաքական այսպիսի հայտարարություններ կանեի, որ մի 10 վերնագիր կունենայիք, բայց քանի որ չեմ կարող մտնել այս քաղաքական խաղի ու բանավեճի մեջ, թույլ տվեք նման այսպես օթային ինչ-որ սարսափների ու վախերը չմեկնաբանել։ Անդրեասյան, Ալիևը ինքն է 2022-ին հայտարարել, որ Արևմտյան Ադրբեջան կազմակերպության ներքո պետք է ապահովենք ադրբեջանցիների մեծ վերադարձի ծրագիրը։ Այդ ոնց է լինում, որ օդի մեջ, այսինքն Ալիևը օդի մեջ է ասում, մենք եկեք ամեն մեկը մեկնաբանի իր կալիբրի գործչին։ Ես երկրի ղեկավարը չեմ, որ մեկնաբանեմ այլ երկրների ղեկավարների հայտարարությունները։ Եթե միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Ադրբեջանի կամ որևէ երկրի որևէ բան կհայտարարի, ես հաճույքով կմեկնաբանեմ, սա իմ տիրույթում չէ։ Իրավական հարցության մեջ որևէ պահանջ չէ։ Բոլոր այն սարսափելի զարգացումներին, որոնք դուք նկարագրեցիք։ Հայտարարություն չեմ բացառում, ասեցի չեմ հավատում։ Իմ հավատքն է, իմ առանձին անձնական հավատն է։ Դա սարսափազդու սցենար չէ։ Սարսափազդու էր, շատ սարսափազդու էր, չէի հավատում նույնպես, լինում է, որ ես չեմ հավատում, բայց սխալվում եմ իմ չհավատալու կամ հավատալու մեջ։ Միևնույն ժամանակ, որպես մարդ, եթե դուք շարունակեք ինձ ահաբեկել այս վատ խոսույթով, տխուր հայտարարություններով, ես կգնամ տուն եւ շատ ծանր կտանեմ դա, բայց որպես պաշտոնյա ես որևէ այլ բան չունեմ ձեզ ասել։